Ես իմ թաշախուստով եկա։ Ուրեմն այսօր ձեզ հետ մի շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսել, դրա համար էլ սա բերել եմ, որ հանկարծ բան բաց չթողնեմ։ Բայց մինչ այդ ուզում եմ անդրադառնալ կոմենտներին, նախ ասեմ անչափ շնորհակալ եմ բոլորիդ կոմենտների համար, երկրորդն էլ, որ ինձ համար շատ նորմալ էր ձեր արձագանքները։ Դա ինձ հիշեցրեց 15 տարի առաջ, երբ ես նոր էի եկել, ու հանկարծ ինձ մոտ ինչ-որ մի բան այն չէին խոսում Հայաստանի կամ Երևանի մասին, ես այնպես էի պաշտպանում, ոնց որ երեխայիս կպնեին։ Մի տարբերությամբ, որ իրենք 90-ականներից հետո չէին եղել Հայաստանում, իսկ ես կարելի ասել ամեն տարի, բացառությամբ այդ 2.5 տարին, որ չեմ եղել, ամեն տարի լինում եմ Հայաստանում։ Հիմա ժողովուրդ, մի հատ ուզում եմ պարզապես ընտանիքի պես նստեմ, խոսեմ ու հասկանամ, որ ինձ գրում եք, չես սիրում Հայաստանը, քո նմանները վարքաբեկում են Հայաստանը, մի աման ճաշի համար ես գնացել այդտեղ, նախ ինձանից չի երևում, որ ես ճաշի համար հաստատ այստեղ չէի գա, կամ որ ձեզ մոտ զոմբիներ կան, բոմժեր կան, Հոլիվուդը առավել ևս նշել էին, ասեմ, որ ես երբեք չեմ թաքցրել, իմ վերջին անցյալ տարվա վլոգում, կարծում եմ վերջինն էր, ես խոսում էի, որ եթե մարդիկ կան, ովքեր նոր են գալիս Միացյալ Նահանգներ, Հոլիվուդ թող չգան, որովհետև Հոլիվուդում հոմլեսները շատ են, բայց բարեբախտաբար ընտրությունների հետ կապած իրենց բոլորին այստեղից հանեցին։ Հիմա բավականին մաքրվել է։ Միևնույնն է, ժողովուրդ, դա իմ կյանքի որակի վրա չի ազդում։ Հետո ասում էին, որ մի լումա ներդրեք, հետո պահանջեք։ Մենք տարիներ շարունակ ինչ-որ չափով մեզ նեղություն տալով, ներդրում ենք կատարել մի համակարգի մեջ, որը ստեղծել է աշխատատեղեր և հարկատու է։ Նաև շեշտել էին, չգիտեմ, այնքան մեծ նամակ էր, միայն տեսա, որ նշված էր, այդտեղ գալիս եք, լողացնում եք, ինձ էր վերաբերում, թե չէ, չգիտեմ, տատիկներին, պապիկներին եք պահում, այդտեղից մեծ խոսում եք, չէ ժողովուրդ, բարեբախտաբար ես այդ կարգավիճակում չեմ հայտնվել և ես ամուսնացել նոր եմ եկել և ես ոչ տատիկ եմ պահել, ոչ պապիկ եմ պահել, ոչ լողացրել եմ, չնայած որ դրա մեջ վատ բան չեմ տեսնում, պարզապես ես այդ կարգավիճակով չեմ եկել ու չէի էլ կարծում, որ ես կգայի այդ կարգավիճակով, բնականաբար ամուսնացել եմ, դրա համար էլ եկել եմ։ Ասում եք, չեմ սիրում, վարքաբեկում եմ, լավ, ուզում եմ հարցնել, դուք որ ձեր ընտանիքում ունենում եք որևիցե մի խնդիր, կամ պետքա որևիցե մի լուծում տալ, որևիցե մի հարցի, ո՞նց եք այդ հարցերը լուծում, լռելով, թե քննարկելով, բարձրաձայնելով, ձեր խնդիրները լուծվում են լռությամբ, կամ որ ասում եք չեմ սիրում։ Մայրական սիրուց առավել բան կա, բայց անգամ մայրը տեսնելով իր երեխայի սխալները, բարձրաձայնում է, նախատում է, ասենք սիրում ենք, թողնենք այդպես ինքնահոսի, կործանվի, չենք դնում ճիշտ ճանապարհի վրա, լռում ենք, ուրորեն սիրում ենք, չէ որ ամեն ինչ պահանջում է խոսել, սերը լռությունը, կամ ես ամենապարզ օրինակներով եմ ձեզ հիմա ասում, եթե ձեր տանը վերանորոգում եք սկսում, դուք չեք փորձում ավելի կազմակերպված կատարել բոլոր աշխատանքները, որ շուտ ավարտի հասցնեք, որ դա այդ կեղտը անընդհատ ոտի տակ չպտտվի, որ այդ ծանր օդը դուք անընդհատ չշնչեք, թե թողնում եք ամիսներով, տարիներով։ Հայաստանում էլ մի մեծ տուն է։ Հիմա եթե ես տեսնում եմ այդ խնդիրը, ինչի եք նեղվում։ Եթե դա ձեզ հարմար է, ինձ հարմար չի։ Սովորաբար, երբ մարդ երկար ժամանակ լինում է մի տարածքում, նա արդեն այդտեղի ծանր օդը չի զգում։ Եվ ինչ-որ մեկը դրսից մտնելով կարող է ասել, որ այս տարածքի օդը շատ ծանր է, մի հատ դուռ, պատուհան, բացեք թող օդափոխվի։ Երբեմն պետք է դա։ Էլ ինչ օրինակ բերեմ։
Կամ հասարակ բան։ Փոքրիկ Հայաստանում անգամ, երբ շրջաններից մարդիկ գնում են Երևան ապրելու, իրենք էլ չեն ուզում հետ գնան իրենց գյուղ կամ իրենց փոքրիկ քաղաք։ Իրենք հաստատվում են Երևանում, չէ՞։ Որովհետև այդտեղ գտնում են ավելի բարեկեցիկ պայմաններ, քան նախկինում, որ իրենք ունեին։ Բայց դա իրենց չի խանգարում հետ գնալով իրենց գյուղ կամ շրջան, տանել Երևանի բարեկեցության մի մասը, վերանորոգել տունը, բարեկեցիկ պայմաններ ստեղծել այնտեղ նաև։ Հիմա նույնը դա է։ Ես ուզում եմ չէ գամ այդտեղ ապրեմ։ Ես ինչքան էլ փորձեմ այդտեղ պայմաններ ստեղծել ինձ բարեկեցիկ կյանք ապահովելու համար, միևնույնն է, ես այդ իմ ստեղծած 4 պատից պիտի դուրս գամ։ Իսկ որ դուրս գամ, արդեն ոտքս ցեխի մեջ է։ Հարցը դա է։ Այդ օդը ինձանից առաջ դուք եք շնչում։ Այդ քանդված ճանապարհով ինձանից առաջ դուք եք գնում։ Այդ անհարգալից մոտեցումը ձեր հարազատներին են ցուցաբերում։ Երբեմն որ հարկ ա եղել ինձ խառնվելու։ Բնականաբար ես հասկանում եմ, որ ես շատ փոքր մարդ եմ, որևիցե մի բան փոխելու համար, բայց քարը քարի վրա դնելով ա շենք դառնում։ Ես չեմ կարծում, որ նեղացնում եմ իմ խոսքերով, վիրավորում եմ։ Ընդամենը, եթե ես տեսնում եմ լավը, ուզում եմ դա օրինակ լինի մեզ համար էլ բարեկեցիկ երկիր ունենալու համար։ Ասում եք այստեղ շատ վատ բաներ կան։ Հիմա ես տեսնելով, որ վատը կա, լավի մասին մոռանամ, չբարձրաձայնեմ, ուզում եմ հասկանալ ինչի լռենք, ինչի ծածկենք այն ամենը, ինչը որ տեսնում ենք ու մեզ հարմար չի, ինչ որ մեծ հարստություն չի պահանջում երկրից, եթե որևիցե մի գործ է կատարում, արագ վերջացնի, հասարակ օրինակ էլի բերեմ։ Միևնույնն է արվել է, չէ՞, խաղահրապարակները երեխաների համար, բայց ինչի համապատասխան հատակ չի հավաքվել, բայց գործողությունը արված է, չէ՞։ Ես ընդամենը խոսում եմ եղածի շուրջ, որը արվում է, պարզապես կազմակերպված չի արվում, կամ արվել է, բայց կիսատ է արվել։ Ընդամենը դա եմ ես ասում, միևնույնն է դրանք գործողություններ են, որոնք արվել են, արվում են։ Ես նոր բաներ չեմ պահանջում։ Իսկ տարական, մարդկային մոտեցման համար պետք չի բուհեր ավարտել։ Ընդամենը անհատը պիտի մի փոքր հետևողական լինի իր անձի նկատմամբ։ Ոչ մեկ հղկված չի ծնվում։ Մարդիկ իրենց հղկում են։ Ինչևէ, այսքանով այս պահին ուզում եմ այդ թեման մի կողմ դնել, բայց միևնույնն է ես իմ բլոգներում ավելի մանր տարբեր հարցերի կանդրադառնամ։ Հիմա այդ շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսել։ Ուսանողական վիզայի մասին։ Այս ծրագիրը գիտեք ինչով է լավ, որ պարտադիր չի դուք անձնագրում ունենաք տարբեր վիզաներ, կարա եւ դատարկ լինի ձեր անձնագիրը, բայց ուսանողական վիզայի շնորհիվ դուք կարողանաք օրինական մուտք գործել։ Եվ սա ամենակարճ, արագ ու հեշտ տրվող վիզաներից մեկն է։ Դրա համար հիմնականում ուզում եմ կենտրոնանալ հենց այս ուսանողական վիզայի վրա։ Սա ձեզ հնարավորություն կտա գոնե 1 ամսով, 2 ամսով, եթե իհարկե դուք ունեք նպատակ այստեղ տեղափոխվելու, գաք տեսնեք, թե դուք ուր եք ուզում գալ։ Երբ մարդ արդեն տեսնում է ու գիտի ուր է գնում, նա բավականին հանդարտված մտքով է գնում։ Ես ինչքան էլ որ հիմա սիրում եմ, բայց ես այնպիսի մի ճանապարհ եմ անցել, որ ես երբեք ոչ մեկին չեմ ցանկանա։ Այն հոգեվիճակը, այն կարոտը, որ ես ունեցել եմ, դա ոչ մի լավ կյանք, ոչ մի երկիր այդ բացը չի լրացնի։ Ու ամենացավալին գիտեք որն է, որ հիմա այս իրավիճակում, երբ լսում եմ, թե ինչ գումարներով, ինչ տանջանքներով են մարդիկ եկել հասել սահմանին, ես ուղղակի ապշում եմ ու ցավում եմ։ Ոնց կարելի է վառել բոլոր ճանապարհները ետդարձի, երբ դու անգամ չգիտես ուր ես գալիս։ Ու դուք չեք պատկերացնում, երբ դու արդեն ետ գնալու տեղ չունես, կամ ճանապարհ չկա վերադարձի, որովհետև արդեն այստեղ անօրինական ես, դա լուրջ դեպրեսիաների է բերում։ Դրա համար ես չեմ ուզում, որ որևիցե մի հայ
ունենա այդ ապրումները։ Հիմա այս ճանապարհը, որ ասում եմ, սահմանափակում համարյա կարելի ասել տարիքային չունի, որովհետև սկսում է 14 տարեկանից վերջանում է մինչև 70։ Այնպես որ ովքեր որ կուզենան այս վիզայի շնորհիվ գալ այստեղ, կարող են արձագանքել։ Հիմա ես ձեզ մի քիչ կծանոթացնեմ պայմաններին։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Ովքեր որ ուզում են սովորել լեզու, 0 մակարդակի անգլերեն իմացությամբ անգամ կարող են դիմել, որովհետև այս ծրագիրը հենց նախատեսված է լեզու սովորելու համար, բնականաբար ունի իր մեջ նաև բակալավր, համալսարան եւ այդպես շարունակ։ Կարող են նաև ընտրել մասնագիտություն, եւ դուք այստեղ այնքան ժամանակ եք լինելու օրինական, քանի դեռ սովորում եք։ Ուրեմն, ամսական վարձը 450-ից 550 է տատանվում, դա կախված է թե որ նահանգի քոլեջը դուք կնախընտրեք։ Լոս Անջելեսում դա 550 արժի եւ շաբաթական 2 օր եք ընդամենը գնում։ Մնացած հետաքրքրող ինֆորմացիան ձեզ հետ երբ որ մենեջերը կապնվի, դուք կարող եք իրենից ճշտել։ Սա բոլոր այն մարդկանց, ովքեր երկար տարիներ փորձել են գալ Միացյալ Նահանգներ կամ երկար ժամանակ չեն տեսել իրենց հարազատներին, ծնողներին, ընտանիքին, սա շատ լավ ճանապարհ է փորձելու համար, որովհետև սա ամենահեշտ տրվող վիզաներից մեկն է։ Սա այնպես չի, որ 100%-անոց է, բայց հավանականությունը շատ ավելին է, քան մնացած վիզաների։ Եթե ունես երեխա մինչև 21 տարեկան, նա ավտոմատ ուղեկցող անձ է արդեն համարվում, դու կարող ես իրեն քեզ հետ բերել, բայց միևնույնն է, բոլոր պարագաներում դուք պիտի բացատրեք, թե ինչի եք գալիս սովորելու, բայց այդ մասին մի անհանգստացեք, բոլոր մենեջերները, ովքեր որ ձեզ հետ կապ են հաստատելու, իրենք ձեզ նախապատրաստելու են հարցազրույցին։ Այստեղ գրված է տարիքը 15-ից 75, ես ասացի 70, բայց բարձվում է 75-ն էլ կլինի։ Ճամփորդական փորձը արդեն ասել եմ կարևոր չէ։ Ուրեմն իրենք ունեն 3 փաթեթ, որը հիմնական, ամբողջական եւ պրեմիում փաթեթ։ Հիմնական փաթեթը արժե $1090։ Հիմա ինչով են դրանք իրարից տարբերվում։ Ձեզ ընդհանուր տեղեկություն են տալու, թե ինչ է պահանջում փուլը անցնելու համար։ Բայց հիմնական գործողությունները դուք եք անելու։ Ձեզ կհատկացվի անձնական մենեջեր, ով կօգնի բոլոր քայլերում։ Այստեղ ռուսերեն է գրված, ես կփորձեմ թարգմանել եւ ասեմ, որ իրենք խոսում են ռուսերեն եւ անգլերեն։ Իրենք ձեր փոխարեն ուղարկելու են փաստաթղթերը ուսումնական հաստատություն, որպեսզի ստանան հրավերը։ Դեսպանատան թղթերը դուք եք լրացնելու, բայց միանշանակ իրենց օգնությամբ։ Կա հարցազրույցի նախապատրաստում նաև 3 փուլով, ներառյալ 2 փորձնական հարցազրույց։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում ամբողջական փաթեթը, դա արժի $2190։ Սա ավելի խորացված տարբերակն է, երբ անմիջապես մենեջերն է ձեր փոխարեն լրացնում բոլոր փաստաթղթերը, որ դուք պետք է ներկայացնեք եւ դեսպանատուն, եւ քոլեջ, մանրամասն վերլուծություն, ինչպես բարձրացնել վիզա ստանալու շանսերը, հարցազրույցի ձեզ պատրաստում են ավելի խորացված, հատուկ հարցերով եւ նորից 2 փորձնական հարցազրույց են ձեզ հետ անցկացնելու։ Այս փաթեթում նաև իրենք կօգնեն ձեզ գտնել ամենաօպտիմալ ճանապարհը դեպի ԱՄՆ, որի մեջ ներառված է թռիչք, տոմսեր, փոխադրում, մի խոսքով ճանապարհային աջակցություն։ Իսկ եթե ընտրեք պրեմիում փաթեթը, դա կարժենա $4990, այստեղ ներառված է ամբողջական փաթեթի բոլոր ծառայությունները եւ դրան գումարած հանդիպում Zoom-ով, իրենք ձեր փոխարեն եւ դեսպանատան վճարումները պետք է կատարեն եւ սերվիս։ Ուրեմն ասեմ ինչ է սերվիսը։ Երբ մի ուսանող ընդունվում է ամերիկյան համալսարան կամ լեզվի դպրոց, այդ հաստատությունը պետք է գրանցի տվյալ ուսանողին սերվիսում։ Գործընթացի համար ուսանողը պետք է վճարի մոտ $350։ Այդ վճարն են իրենք պարտավորվում վճարել, եթե դուք ընտրեք պրեմիում փաթեթը։ Հետո, եթե պետք լինի Schengen վիզա, իրենք նայում են, թե տվյալ գործը, որ երկրի դեսպանատունն է, ավելի հեշտ տալիս օքեյ, ձեզ ուղարկում են այնտեղ։ Եվ երբ դուք արդեն լինեք Միացյալ Նահանգներում, իրենք ձեզ կօգնեն կապի, բանկային հաշվի, ապահովագրության, նույնիսկ բնակարան գտնելու հարցերում։ Գիտեք, այստեղ շատ դժվար է բնակարան վարձելը, պետք է պատմություն ունենաս։ Նայեք, սա սկզբնական տեղեկություններ, որը ես ընդհանրապես պետք է փոխանցեի ձեզ։ Մնացած բոլոր հարցերով, եթե դուք ցանկություն ունեք,
կկապնվեն ձեզ հետ մենեջերները։ Ձեզանից միայն պետք է հեռախոսահամար եւ անուն ազգանուն։ Ես իմ հեռախոսահամարը կթողնեմ, կարող եք Viber-ով կամ WhatsApp-ով ինձ գրել, միայն գրել։ Այդպես։ Մի բան էլ էի ուզում ասել։ Հա, շատ կարևոր մաս է կազմում ձեզ տեղեկացնել, որ բոլոր վճարումները կատարվում են մինչև դեսպանատուն մտնելու օրը։ Դուք կարող եք իրենց հետ պայմանավորվել, թե ինչպես վճարումը կատարեք, մասնակի, թե ամբողջական, բայց բոլոր վճարումները կատարվում են մինչև դեսպանատուն մտնելը։ Գումարի վերադարձ չկա, սա այն չնչին գումարներն են, որոնք իրենք վերցնում են իրենց ծառայության համար, ու 100%-անոց ոչինչ չկա, դա պիտի նկատի ունենաք։ Իդեպ կարող եք ինձ Instagram-ում էլ գրել։ Դե լավ մնացեք, ձեզ լավ օրվա շարունակություն։ Բայց մի հատ ձեզ լուսինը ցույց տամ, այնքան գեղեցիկ է։ Սպասեք։